Հաց թե դեղ, բայց այս երկիրը սրան պիտի չհասներ։ Եկեք պայմանավորվենք մի բան, որ Հայաստանում հիվանդ մարդը չպիտի կանգնի երկընտրանքի առաջ, հաց առնի թե դեղ։ Խրոնիկ հիվանդ մարդկանց համար դեղը ամենօրյա կարիք է։ Ու երբ տեսնում ենք, որ հարևան Վրաստանում նույն դեղերը հաճախ ավելի մատչելի են, մի բան դառնում է պարզ, որ դեղերի գները կարելի է իջեցնել ու դա լիովին հնարավոր է։ Պարզապես պետությունը պետք է ունենա ցանկություն ու կամք։ Միջին թոշակը Հայաստանում մոտ 50,000 դրամ է, ու շատերի համար դեղերի ամսվա կտրվածքով ծախսը դա ամենամեծն է դառնում։ Այդ ժամանակ մարդիկ սկսում են խնայել հենց իրենց առողջության վրա, դադարեցնելով բուժումը ու գերադասելով հանապազօրյա հացը։ Մենք այս ամեն ինչին էլ ենք ասում վերջ։ Դեղերի գները իջնելու են 20%-ով։ Սահմանվելու է շատ դեղերի համար գնի վերին շեմ։ Բացելու ենք դեղերի շուկան, որ էժան ու որակյալ այլընտրանքներ կան Հայաստան ու խիստ վերահսկելու ենք, որ ոչ ոք մարդու առողջության հաշվին գերշահույթ չստանա։ Ուժեղ Հայաստանը տեր է լինելու մարդուն, որ մարդն էլ տեր լինի իր հայրենիքին։